Եկող տարվա սկզբից սկսած մենք որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկենք։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ընդառաջ քայլ անելու այս հայտարարությունը Թայիպ Էրդողանն անցած տարեվերջին արեց, այդպես էլ չբացելով փակագծերը, թե ինչ ասել է խորհրդանշական քայլ, բայց տարվա 3-րդ ամիսը գլորվում է, Երևան-Անկարա շփումներում փաստացի տեղաշարժեր չկան։ Հայկական կողմից բանագնաց խորհրդարանի փոխխոսնակ Ռուբինյանը թուրք պաշտոնակցի հետ օրերս է հեռախոսազրույց ունեցել, նորություն առայժմ չունի։ Նորության դեպքում ես կհայտնեմ այս բանը, նորություն չկա։ Չէ, չի կանգնեմ, բայց նոր ասելիք չունեմ։ Որքան էլ Հայաստանի իշխանությունները պնդում են, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն անջատ է Երևան-Բաքու բանակցություններից, փորձագիտական համայնքում մնում են հակառակ կարծիքին, պնդելով, որ եթե անգամ շփումներում Երևանն այդ սկզբունքով է առաջնորդվում, ապա դրանից չի խամրում թուրք-ադրբեջանական եղբայրության փայլը։ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է նախ նստեն բանակցությունների սեղանի շուրջ եւ համաձայնության գան։ Դրանից հետո Թուրքիան բարիդրացիական հարաբերությունների շրջանակներում կկարողանա ավելի ակտիվ քայլեր անել Հայաստանի նկատմամբ։ Նույնն է նաեւ մեր նախագահի դիրքորոշումը։ Այն, որ Հայաստանի դիրքորոշումը տարանջատելու հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական բանակցությունները իրարից չի բաժանում Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանություններին, փորձագիտական վերլուծական համայնքում հիմնավորելու համար թուրք պաշտոնյայի հենց այս հայտարարությունն են հիշեցնում եւ օրինակ բերում, ընդգծելով հատկապես այն հատվածը, որտեղ Ուրալօղլուն պնդում է, թե այս է նաեւ իրենց նախագահի դիրքորոշումը։ Իդեպ Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարի այս հայտարարությունը ճիշտ տարեսկզբին էր Էրդողանի ասած Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում խորհրդանշական ընդառաջ քայլ անելու փոխարեն, իսկ post factum այդ սիմվոլիկ քայլը, որ առայժմ այդպես էլ Անկարայից չեն անում, մասնագետների համոզմամբ առավելագույնը հայ-թուրքական սահմանի պինդ զոդված այս դարպասները բացելն է, ընդ որում ոչ թե երկու երկրների, այսինքն Հայաստանի եւ Թուրքիայի, այլ երրորդ պետությունների եւ դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների համար, մի բան, ինչի շուրջ բանագնացներ Ռուբինյանն ու Քլեչը վաղուց էին պայմանավորվել, եւ չնայած Երևանի պատրաստակամությանը, գործընթացը փակուղում հայտնվեց հենց Անկարայի ուղղորդմամբ։ Դա պայմանավորվել էին 2022 թվականին դեռ, բայց ինչպես տեսնում ենք, ձգվեց եւ Թուրքիան անգամ այդ փոքր քայլը, որը մեծ հաշվով հայ-թուրքական սահմանի բացում չի նշանակում, իր ձեռքում ոնց որ շարունակում էր օգտագործել որպես ինչ-որ մի լծակ, միջոց եւ այս պահին դա որպես խորհրդանշական քայլ կներկայացվի նրանց կողմից։ Միջազգայնագետն էլ տպավորություն ունի, թե Անկարան իր խորհրդանշական քայլն անելու հարցում ոտքը կախ է գցում, դարձյալ Երևանից ակնկալիք ունենալով։ Իրենք էլ մեր խորհրդանշական քայլին են սպասում, ասում է մասնագետը։ Թուրքական կողմը եւս սպասում է, որ սահմանադրության մեջ կփոխվի հռչակագրի մասը եւ պետական նշանների, զինանշանի վրայից, գերբի վրայից այդ Արարատի դուրսբերման մասով նաեւ։ Ստացվում է թուրք-ադրբեջանական դուետին ոչ միայն միավորում են տարածաշրջանային, այդ թվում Հայաստանի հետ կապված ընդհանուր ծրագրերը, այլև միևնույն պահանջները, որ ունեն Երևանից, հավելում է փորձագետը։ Իրենց գերնպատակը հիմնականում ոչ թե օրինակ Գյումրի Կարս երկաթուղու բացելն է, սահմանի բացելն է Շիրակի մարզի հատվածում կամ առավել եւս Մարկարայի հատվածում, այլ իրենց գերնպատակ հենց հիմա ամբողջ ենթակառուցվածքները, տրանսպորտային շինարարությունը գնում է դեպի հարավային հատված, այսինքն Նախիջևանով կապը հաստատել Ադրբեջանի հետ։ Տարածաշրջանում քաղաքական, անվտանգային եւ տնտեսական հարցերը միաժամանակ են օրակարգ եկել եւ դրանց փոխկապակցված զարգացումը փաստացի ստեղծել է մի իրավիճակ, որտեղ հայտարարություններն ու գործնական քայլերը պարտադիր չէ, որ նույնը լինեն։ Այստեղ է, որ մասնագետների գնահատմամբ ձևավորվում է ընթացիկ անորոշությունը, խաղաղությունը գալու է, թե ոչ։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։